Դրամատիկականի հարազատ բեմն է։ Ավագույն երիտասարդ սերնդի դերասաններն այս անգամ լռում են։ Կորստի ու ցավի մասին լռությունը ծանր է։ Գյումրին հրաժեշտ տվեց բազմաթիվ կերպարներ կերտած արվեստի վաստակավոր գործչին, բոլոր ժամանակների լիրարքային։ Հրաժեշտի ժամերը նաև հիշողությունների մասին էին, որոնցից խոսելը բեմական ընկերների ու հարազատների համար հեշտ չէր։ Թատրոնը կորցրեց արվեստի նվիրյալին, ով կերպարները բեմին զգում էր ամբողջությամբ ու հանդիսատեսին հասցնում իր ստեղծած աշխարհ։ Բեմից ու աշխարհից թռչող տարիներն արդեն անզոր էին հիվանդության դեմ ու ապրումներն այսօր թանկ հիշողությունները պահելու ու ափսոսանքի մասին էին։ Հայաստանի լավագույն թատերական դահլիճում հիմա հանգչում է Հայաստանի լավագույն լիրարքան, սարսափելի խոշոր դերասան, շատ խոշոր դերասան և շատ զիլ մարդ, ընկեր, ափսոս, բառերը հիմա շատ քիչ բառեր են արտացոլում և դժվար է խոսալու, ներողեք, հազար լույս հոգուն։ Տաղանդավորագույն արտիստ կորցրեցինք մենք, հրաշալի քաղաքացի, արվեստի յուրօրինակ ձեռագիր ունեցող մարդ, աշխարհընկալումը լրիվ այլ, վերևներում սավառնող, և ես չգիտեմ դեռ որքան ես կապրեմ, բայց այն էներգետիկան, դերասանական այն բարձրակետը, որ ինքը ցույց տվեց լիրարքայի դերում, եւ այն հայացքը, որ ես տեսա իր աչքերի մեջ, դա հավերժ ինձ հետ կգա մինչև իմ կյանքի վերջը, որպես տաղանդավորագույն արտիստի, որին ես բախտ եմ ունեցել տեսնելու եւ իր ժամանակակից համարվելու։ Շատ թատրոններում է խաղաց, բայց մեր թատրոնում լիրարքան է իմ հիշողության մեջ, որտեղ ես իր հետ խաղում էի, և ինքը լիր էր, ես գլոստեր, ամենամեծ հիշողությունը լիրարքանը, հրաշալի ներկայացում, հրաշալի բեմադրություն, ես շնորհակալ եմ Արծրուր Սահակյանին իր այդ բեմադրության համար և շնորհակալ եմ նաև, որ այդ դերը Ռաֆայելը կերտեց և մենք պատիվ ունեցանք նաև վերջի շրջանում շփվելու, որովհետև դրանից հետո ինքը հիվանդանում էր շանութ մեջ և մենք չկարողացանք երկար խաղալ լիրարքը, մեր թատրոնին պատիվ բերող, Հայաստանին պատիվ բերող ներկայացում։ Հիշողությունները մեծ են, նա շնորհալի էր, նա չգիտեմ, պակասեց ևս մեկ տաղանդավոր դերասան։ Ռաֆայել Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում, 1971 թվականին աշխատել է Գավառի պետական թատրոնում, 1980 թվականին ընդունվել է Մոսկվայի արվեստի ակադեմիան, 1985 թվականին Խորեն Աբրահամյանի հրավերով ընդունվել է Լենինականի Մռավյանի, ներկայիս Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն, 1989 թվականին Ռաֆայել Գրիգորյանը տեղափոխվել է Երևան և աշխատել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1994 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, աշխատելով Լոս Անջելեսի Հայ թելերադիոում։ Հիմնադրել է Մհեր Մկրտչյան թատերախումբը, Ռաֆայել Գրիգորյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2015 թվականին Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կոչմանը։ Այս կոչմանն արժանի ռեժիսորն ու դերասանը նաև լավ ընկեր էր, հոգատար հայր ու ամուսին։ Մեր 10-20 տարի արդեն կաշխատի մի հատ դաշկիշ գաղտնիք երբարտը չեմ ասել, մի հատ դաշկիշ կերբար կերտելու, Աբուլալա Մահարի, ու 20 տարի ճանձրով տանջով դուր չեկավ, ու պեսը չկադարվել այդ բանը, բայց ինքը կններ երբի հայ իրողության մեջ եզագի առաջի դերասանը ազնվորացեն, որ կարողանալ միջազգային մակարդակի մեծ մտածողին ներկայացնել։
Ես այդպես էի գտնում ապրտա, ինքն էր այդպես գտնում, որտեղ կան հայկական իրողության մեջ թագավորներ, իշխաններ, բաներ, մանկալ գտնել այդ կերպարը ու հետո կան տարիներ տանջվել, չարչարվել, ափսոս, չասեր ես կյանքում, կան բան, գործերինք մեզ մարդ առաջ էրդի։ Ինձ համար շատ մեծ կորուստ էր, որտև իմ ընկերը քնած, իմ թիկունքից։ Ես նրա հետ իմ ստեղծագործական կյանքի սկիզբը իր հետ եմ կապել եւ իրար հետ ենք ստեղծագործել։ Գրեթե բոլոր ներկայացումները ես իր մոտ գլխավոր դեր եմ խաղացել։ Ցավում եմ, որ շուտ գնաց ու ինքը տաղանդավոր տղա էր, տաղանդավոր մարդ էր, հրաշալի մարդ էր, որ այդ կարել էր անվերջ զրուցել եւ չլցվել։ Դժվարանում եմ խոսել մի մարդու մասին, որը մեծ ներդրում ունի հայ թատերական արվեստում։ Դրամատիկական թատրոնի բեմին հարազատ դարձած դերասանն այսօր հեռացավ հենց այդ նույն բեմից, թողնելով մի ամբողջ կյանք դերերի, հավերժացած ակնթարթների ու ապրումների մեջ։ Գյումրիում վարպետին հրաժեշտ են տալիս ծափերով ու արցունքներով, որոնք մեկ բան են վկայում՝ թողած արժեքները չեն մոռացվում այս քաղաքում։ Եվ պետք է մենք աղոթենք, միշտ աղոթենք քեզ համար ու տաղանդի համար։ Անաս բարով ընկեր ջան։ Ու հիմա վարակույտի փակվելը վերջաբանի մասին չէ, այլ անցում բեմից դեպի հիշողություն, բառից լռություն, ներկայությունից հավերժություն։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, Հայկ Կապրելյան, այսօր։